Civitas հիմնադրամի ճակատագրով մտահոգված են Հայաստանի Հանրապետության մի շարք դեսպանություններ։ Նրանց կարծիքով, եթե ապացուցվի, որ հիմնադրամն անհիմն է քրեական հետապնդման ենթարկվում, դա կվնասի Հայաստանի միջազգային վարկին։ Հայաստանում Գերմանիայի արտակարգ եւ լիազոր դեսպանի խոսքերով նման գործերով իր երկրում ԱԱԾ-ն չի զբաղվում։ Գերմանիայում դատախազությունն ու ոստիկանությունն են զբաղվում նման հարցերով։ Առ այսօր ես այս գործի իրական հիմքերի մասին տեղյակ չեմ։ Միգուցե այդքան փաստաթղթեր են պահանջվում, ակնկալելով, որ մի բանի հայտ կգա։ Մենք կուզեինք, որ հակառակը տեղի ունենար։ Խոշոր գումարներ շորթելու մեղադրանքով Civitas հիմնադրամի նկատմամբ հարուցված քրեական գործից 10 ամիս է անցել։ Հիմնադրամի տնօրեն Սալբի Ղազարյանն այսօր հայտարարեց, թե վերջին 1.5 ամսվա ընթացքում իրենց նկատմամբ հարուցված գործը քննող ազգային անվտանգության ծառայությունը մեծացրել է ճնշումները։ Հարձակնվել է աշխատակիցների մեծ մասը, ստուգվել են անգամ ավտոլվացման եւ վառելանյութի կտրոնները։ Մի քանի շաբաթ առաջ մենք ստացանք մեր հաշվողական ընկերությունը ստացավ հայց, որտեղ խնդրվել էր հետեւյալը, որ դեղեկացնենք բոլոր 40-ից ավել, մեր ծրագիրների եւ նվիրատվությունների գումարներն ինչպես են ծախսվել տնօրինվել հիմնադրամի կողմից։ ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերն այսօր նշեց, որ Civitas-ի իրականացրած ծրագրերից 3-ը ֆինանսավորել է ԱՄՆ-ն։ Դեսպանը չի կասկածում, որ այդ գումարները ծառայել են իրենց նպատակներին։ Այստեղ հետաքննելու ոչինչ չկա ԱԱԾ-ի կամ որևէ այլ կառույցի կողմից։ Փաստաբան Վահե Գրիգորյանի կարծիքով նախաքննության նպատակները որևէ կերպ չեն համապատասխանում քրեական դատավարության պահանջներին։ Ավելի շատ համապատասխանում են Civitas հիմնադրամի կողմից արտահայտվելու ազատության նկատմամբ որպես քողարկված միջամտություն։ Նարինե Սարգսյան, Սևակ Մեսրոպյան, IPFA։